Բարև հարգելի դիտողներ, ժամը եթերում կրկին ամբիոնն է։ Մենք շարունակում ենք լուսաբանել Հայաստանի նախընտրական պայքարը։ Նախընտրական պայքարը, որը այս անգամ առանձնանում է ոչ միայն նրանով, որ հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրված տեխնացուների կողմնակիցները գրեթե ամեն օր միմյանց հետ բախվում են Հայաստանի Հանրապետության տարբեր կետերում, այլ նաև նրանով, որ ընտրություններին մասնակցող մի քանի քաղաքական ուժ արդեն ներկայացրել են հանրության դատին իրենց ծրագրերի, այսպես ասած, ամփոփ տարբերակները, որոնք բաղկացած են 30, 15 եւ 6 կետերից, եւ այսօր մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի ներկայացուցիչ ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Մարգարյանին, ով կներկայացնի դաշինքի, այսպես ասած, ամփոփ տարբերակը, կներկայացնի այն կարևոր կետերը, որոնք դաշինքը կյանքի է կոչելու իշխանության գալու պարագայում։ Բայց պարոն Մարգարյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Մարգարյան, ձեզ համար սպասելի էր այս իրավիճակը, որը առաջացել է ռեյտինգային այդ տեխնացուների բախումների հետ կապված։ Ընտրական օրենսգիրքը քննարկելու ժամանակ մի քանի ելույթ եմ ունեցել ես եւ բոլորի մեջ մշտապես ասել եմ, որ սա ոչ թե ընտրական օրենսգիրք է, այլ օրենք է համընդհանուր քաոսի մասին, ինչը այսօր երևում է։ Իսկապես ընդունվեց մի ընտրությունների մասին օրենք, որը վերածել է համընդհանուր քաոսի ողջ նախընտրական իրավիճակը։ Քաոս ոչ միայն խառը, որ որևէ մեկը չգիտի ինչ է անում, որ պահին ինչ պիտի անի, այլ այդ քաոսը բերել է արդեն բախումների եւ ցավոք սրտի ես կարծում եմ, որ սա դեռ նախերգանքն է։ Չի կարելի ստեղծել համակարգ, որը զերծ լինի քաղաքական տրամաբանությունից։ Այս ընտրական օրենսգիրքը հատուկ կարծես ստեղծվեց այնպիսին, որը որքան հնարավոր է հեռու պահի եւ ընտրողին եւ քաղաքական ուժին քաղաքական գործընթացներից։ Ամբողջը վերածվել է ցեղախմբային ընտրության եւ բարեկամ, ծանոթ, չգիտեմ ինչ, այլ ուժեր կասկածելի, վարչական լծակներ, բնականաբար տրամաբանությունը այն է իբր թե որ եթե քաոս է, ապա քաոսում կարող է առավելություն ունենալ կազմակերպված ուժը, դա իշխանական լծակներ օգտագործելով իշխանությունն է։ Սա թվացial է, որովհետև շատ արագ պարզվեց, որ իշխանությունը իր ներսում սկսեց քաոսային վիճակ դրսևորել քաոսային վիճակում եւ հեչ պարզ չի թե դեռ ուր է գնալու այս ամենը։ Հասկանալի է, պարոն Մարգարյան, իսկ հիմա ավելի շատ ծրագրային հարցերին անդրադառնանք, մի քանի կուսակցություն, խոսքը մասնավորապես Հայկական վերածնունդի, Ծառուկյան դաշինքի եւ Հայ ազգային կոնգրեսի մասին, իրենք արդեն ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնք ամփոփվել են մի քանի քայլում։ Հայկական վերածնունդի պարագայում դրանք 30-ն են, Ծառուկյան դաշինքի մոտ 15-ը, ՀԱԿ-ի մոտ 6-ն են, որոնք են Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի այն կարևոր կետերը, քանի մասից է այն բաղկացած եւ գլխավոր թիրախները այդ ծրագրում որոնք են։ Խնդրեմ։ Գիտեք, մեր հիմնական ծրագրային ելույթները, հիմնական ծրագիրը բավականին լայն ներկայացվեց մեր ունեցած համաժողովում, համալիրում, մարզահամերգային համալիրում ունեցած ելույթների տեսքով ամբողջական ծրագրի հիմնական դրույթները ներկայացվեցին։ Դա անշուշտ, եթե կետերով թվարկենք, կարող են լինել, չգիտեմ, 15, 25, 100 կետ եւ ըստ էության շատ դժվար է լինելու որևէ մի կետի լուրջ առավելությունը կամ թերությունը համեմատել մեկ այլ կետերի հետ։ Մենք ելնելով այս ամեն ինչից, ելնելով հասարակության մեջ հաճախակի քննարկվող շատ հարցերից, հասարակության մեջ ընդունված վեճերից, բանավեճերից եւ հասարակությանը շատ հուզող առանձնացրել ենք 12 կետեր, որոնց մասին ուզում ենք խոսել առանձնահատուկ, բայց բնականաբար ծրագիրը կարելի է բաժանել ոչ թե 12 կետերի, կարելի է հարյուրավոր կետերի բաժանել եւ ծրագրում շատ ավելի լայն է լինելու այդ ամեն ինչը, այն ինչ մենք ուզում ենք անել, բավականին լայն է։ Մենք հիմա ես կներկայացնեմ այն 12 կետերը, որոնց մասին մենք այնուամենայնիվ որոշեցինք առանձնացնել ելնելով, նորից եմ կրկնում, հասարակության մեջ եղած դիսկուրսներից, կենցաղային մակարդակում նույնիսկ։
Այդ կետերի մասին խոսելով ես ուզում եմ հերթականությամբ թվարկել։ Բնականաբար հերթականությունը այնպես չէ, որ իսկապես մեկը մյուսին կարևորելու կամ առաջ ինչ որ տրամաբանությամբ առաջ անցնելու, բայց առաջի կետը այնուամենայնիվ իսկապես տրամաբանական է։ Մենք շատ կարևորում ենք անվտանգության խնդիրները, անվտանգության խնդիրը մեծ մասամբ կախված է ոչ միայն ընդհանրապես իշխանական համակարգում կառուցվածքային համակարգերից, բայց ամենակարևոր դերը մենք ուզենք թե չուզենք դա բանակն է։ Եվ մենք կարծում ենք, որ բանակի հետ կապված խնդիրը այնուամենայնիվ ամենակարևորն է այս ժամանակահատվածում Հայաստանում, որտեղ դա գրում եմ զուտ ամեն ինչից բացի զուտ անվտանգության խնդիր է։ Մենք գտնում ենք, որ բանակը որպեսզի ինքը դառնա շատ կարևոր հասարակության համար եւ դառնա գրավիչ, չստացվի այնպես, որ մարդկանց բանակ զորակոչում են կամ հավաքագրում են զուտ կազմակերպչական ձևերով, կազմակերպվում են, զորակոչ է լինում եւ այլն եւ այլն։ Որպեսզի սա կատարվի ավելի հեշտ, որպեսզի սա կատարվի ավելի հարթ եւ խնդիրներ չլինեն, պետք է այն առաջին հերթին այնպիսի իրավիճակ ստեղծել բանակում, որ այն դառնա հասարակության համար գրավիչ, երիտասարդի համար գրավիչ եւ այնպիսի անձանց, ովքեր կարող են պայմանագրային զինծառայություն անցնել, նրանց համար գրավիչ։ Բնականաբար այդ գրավչությունը ունի բաղադրիչներ, որոնք են այդ բաղադրիչները։ Անշուշտ այդ բաղադրիչների մեջ կարևոր դեր է կատարում այն սոցիալական վիճակը, այն գումարը, այն աշխատավարձը, որ պետք է ստանա զինծառայողը։ Եվ մենք կոնկրետ մեր հաշվարկներով, մեր մասնագիտական հաշվարկներով կոնկրետ թվեր ենք առաջարկում։ Ես կարող եմ կոնկրետ ասել, մենք առաջարկում ենք օրինակ բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը, դարձնելով 240,000 դրամ։ Սա շատ կարևոր ենք համարում, սա իրատեսական է։ Մենք առաջարկում ենք սպայական եւ ենթասպայական կազմի աշխատավարձը, այս պահին 320,000 դրամ է, միջինի մասին է խոսքը, հասցնել 480,000 դրամի։ Գրեթե կես միլիոն դրամի։ Այո, մենք ասեմ այսպես, իսկապես այս փոփոխությունները սա բյուջեի վրա թիվ է նստելու։ Ասենք օրինակ այսպիսի փոփոխությունները մոտավորապես մեր հաշվարկներով մոտ 50 միլիարդ դրամ կարող է բյուջեի վրա նստել։ Բայց խնդիրը հետեւյալն է, գիտեք, մենք հարյուրավոր միլիոն դոլարներով վարկեր ենք վերցնում տարեկան։ Մենք վերցնում ենք վարկեր ինչ որ անհասկանալի ծրագրերի տակ շատ դեպքերում։ Մենք վերցնում ենք վարկեր, որոնց իրացման արդյունավետությունը հստակ չի։ Մենք կարող էինք, եթե մենք գնում ենք այսպիսի պետությունը պարտքի տակ գցելու, մեր հասարակությանը պարտքի տակ գցելու եւ անհասկանալի ծրագրեր իրականացնելու նպատակով, իսկ անցյալ տարվա վերջին մենք արդեն վերցնում էինք վարկեր, որոնք ձևակերպվում էին բյուջեի համար, այսինքն բյուջեին ծախսելու համար։ Դրանք բյուջետային աջակցության վարկեր էին կոչվում։ Մենք փողը վերցնում էինք եւ ծախսում էինք, փողը վերցնում էինք, ծախսում էինք, բայց որն էր մեր հասարակության եւ պետության համար այն ամենակարևոր կետերը, որ պիտի անեինք։ Ես կարծում եմ, որ այս կետերը, ինչ որ մենք հիմա առաջարկում ենք, վաղուց պետք է արված լիներ բանակում։ Մենք 50 միլիարդ դրամը դա այն գումարը չի, որպեսզի չկարողանանք գտնել բյուջեում, դա հստակ երևում է տեղը, որպեսզի այս ամեն ինչը բարձրացնենք, աշխատավարձերը բարձրացնենք։ Բայց սրանից բացի, միայն աշխատավարձով չի խնդիրը։ Մենք կարծում ենք, որ լուրջ խնդիր կա, որոշակի ծրագրեր կառավարությունը ժամանակին ընդունել է, բայց դրանք շատ դանդաղում են, շատ վատ են կատարվում։ Մենք գտնում ենք, որ շատ կարևոր է, օրինակ, մարդու ծառայողական, մասնագիտական առաջխաղացման, պայմանների բարելավման, հասարակության մեջ դերի բարձրացման խնդիր պետք է լուծել։ Զինծառայողը պետք է հասարակության մեջ ունենա իր հստակ դիրքը։ Մենք պետք է կարողանանք լուծել պահեստազորայիններին հատկապես բնակարաններով ապահովելու խնդիրը։ Շատ-շատերը չունեն այդ խնդիրը, շատ-շատերի համար դա խնդիր է։ Մենք հստակ ծրագիր ենք ներկայացնում դա արագ լուծելու։ Շատ կարևոր է, օրինակ, զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին, ազատամարտիկներին, բնակարանային փոխհատուցման գումարների խնդիր կա։ Այս հարցը պետք է շատ արագ լուծել, որտեղ ցանկացած պարագայում ցույց է տալիս, որ գիտեք, հասարակությունը կոնսոլիդացվում է այդպիսի վտանգավոր կամ իրավիճակներում, բայց դրանից հետո սկսվում է խոր հիասթափություն, ամեն մեկը գնում է, այսպես ասած, իր կոտրած դաշտակի առաջ, այսպես չի կարելի թողնել։ Բանակը դա շատ կարևոր կազմակերպություն է, շատ կարևոր կառույց է պետության համար։ Ես կարծում եմ, որ նրա դերը պետք է բարձրացնել, սոցիալ
սոցիալական հարցերով եւ մասնագիտական հարցերով եւ բնականաբար շատ կարեւոր աշխատավարձ ինքը գրավիչ դառնա։ Ինչու ենք մենք սա առաջարկում, որովհետեւ գիտեք շատ կարեւոր խնդիր կա, երբ որ բանակում դերը բարձր է, հասարակության համար կարեւոր է, ինքը գրավիչ է դառնում հասարակության համար։ Հասարակությունը արդեն հասկանում է, որ ավելի հեշտ է հավաքագրել մարդկանց, օրինակ պայմանագրային ծառայության համար։ Մարդ ավելի հեշտությամբ կգնա կաշխատի, որտեղ ինքը հասկանում է, որ այնտեղ աշխատելով ծառայում է այնտեղ եւ կարողանում է իր ընտանիքը պահել։ Մենք աստիճանաբար ներդնելու ենք այս համակարգի արդյունքում աստիճանաբար ներդնելու ենք, որպեսզի այնպիսի համակարգ, որ 18 տարեկան նորակոչիկը սահմանին չկանգնի արդեն։ Աստիճանաբար պետք է կրճատել դրանց թիվը, որտեղ պրոֆեսիոնալ զինծառայողը, պայմանագրային զինծառայողը պետք է այս գործը անի եւ վճարվի սրա համար, ապահովելով նաեւ բնակցած բոլոր իր սոցիալական խնդիրները։ Սա բերելու է նաեւ ավելի հեշտ հավաքագրման, հասարակության մեջ բերելու է անվտանգության զգացումի բարձրացմանը, մարդը զգալու է իրեն ավելի ու ավելի անվտանգ եւ ասեմ նույնիսկ դեմոգրաֆիկ հարց է լուծելու այս խնդիրը, որտեվ մարդը արդեն օրինակ բանագից խուսափելու համար չի արտագաղթի, որտեվ բանագից չի խուսափի արդեն, եթե այնտեղ ամեն ինչ նորմալ է լինում։ Մարդը պատերազմի վտանգից կամ այլ վտանգներից խուսափելու համար չի արտագաղթի, երբ որ տեսնում է, որ իր անվտանգության աստիճանը բարձրացել է, ինքը բավականին լուրջ կառույց է պահում, որը որ իրեն պաշտպանում է։ Այս խնդիրները մենք հստակ դնդելու ենք եւ սրա լուծումը տեսնում ենք։ Տնտեսական է լինելու այսպես է ծառայել, նաեւ որոշակիորեն իմիջային խնդիր եք նաեւ լուծելու, որ գիտեք իմիջայինը անշուշտ ինքը գալիս է ածանցյալ որպես դուք լուծում եք խնդիր սոցիալական, չգիտեմ, մարդկանց համար կարևորելով ինչ որ հարցեր, ինքը բերում է արդեն իմիջային խնդիրներ եւ հասարակության մեջ հոգեբանություն է փոխվում։ Իսկ սրա լուծումը մենք տեսնում ենք հստակ եւ անելու ենք վստահ ասում եմ սա։ Հաջորդը, որ մենք կարևորում ենք այս իրավիճակում, դա շատ կարևոր է եւ բավականին ուսումնասիրել են մեր մասնագետները, մենք անունը դնում ենք երկրորդ կետը, որ կարևորում ենք, մայրական կապիտալի գաղափար ենք մտցնում ենք։ Մայրական կապիտալի գաղափարը հետեւյալն է, աջակցության ծրագիր է դա։ Օրինակ շատ հստակ հաշվարկներ եմ ուզում ասել։ Այսօր գործում են այլ գներ, օրինակ երեխան ծնվում է միանվագ գումար է ստանում է 50,000 դրամ։ Մեր հաշվարկներով հստակ հնարավոր այս գումարը 100,000 հասնել։ Առաջի երեխայի ծնվելու պարագայում մենք պատրաստվում ենք այդ գումարը դարձնել 100,000 դրամ։ Երկրորդ երեխան մենք պատրաստվում ենք, առաջարկում ենք, ոչ միայն առաջարկում ենք, մենք տեսնում ենք լուծումը 500,000 դրամ երկրորդ երեխայի համար միանվագ, այժմ 200,000-ն է գործում։ Երրորդի համար 1 միլիոն դրամ ենք առաջարկում։ 1 միլիոն դրամը գործում է եւ մենք առաջարկում ենք դա թողնել, բայց մենք փոխարենը մտցնում ենք հաջորդը։ Մենք առաջարկում ենք 4-րդ երեխայի դեպքում միանվագ 2 միլիոն դրամ վճարել եւ ստեղծել այսպես կոչված մայրական կապիտալի անձնական հիմնադրամ 3 միլիոն դրամանոց հիմնադրամ, որը ծնողը իր հայեցողությամբ տնօրինում է իր երեխայի համար։ Սա բավականին լուրջ խրախուսում է դառնում ծնելիության բարձրացման համար։ Ասել իրենց հայեցողությամբ երեխայի ուսման համար։ Երեխային նախ չի կարելի թույլ տալ, որ երեխան ծնվի եւ նրա մանկական սնունդը, մանկական ապրելակերպը, մանկական, չգիտեմ, այն բուժումները, ամեն ինչը հանգարց դառնա ինչ որ խնդիր։ Ինչ որ խնդիր ունենա երեխան ծնվել է եւ ունի խնդիր, որովհետեւ ծնողները վճարունակ չեն։ Մենք կարծում ենք, որ այս լուծումները տալով վերանում է սա։ Եվ բնականաբար արդեն սա սկսում է լուրջ խթանել ծնելիության բարձրացմանը, ծնելիության մակարդակի բարձրացմանը։ Գիտեք, օրինակ շատ հստակ ասեմ, սա օդից վերցրած բաներ չեն։ Օրինակ, այս 4-րդ կետը, որ մենք առաջարկում ենք մայրական կապիտալի անձնական հիմնադրամ, այս պահին օրինակ Ռուսաստանում գործում է։ Այնտեղ գործում է իրականում 3-րդ երեխայի պարագայում։ Ռուսաստանում ունեն սա 3-րդ երեխայի պարագայում։ Բայց անշուշտ մենք Ռուսաստան չենք, մենք չենք ուզում անիմաստ պոպուլիստական բաներ ասել, մեր հաշվարկներով մենք 3-րդ երեխայի պարագայում այդքան չենք կարողանա անել, բայց առաջարկում ենք 4-րդ երեխային։ Մենք չունենք նավթ, գազ, ասենք Ռուսաստանի պոտենցիալը եւ այլն եւ ռեսուրսները 4-րդ երեխայի պարագայում սա եւ ինքը խթանում է 4-րդ երեխա, ինչը շատ կարեւոր է մեր դեմոգրաֆիկ այսօրվա իրավիճակի համար եւ այդ պարագայում մենք հստակ կկարողանանք անել։ Այստեղ մենք հետեւյալ նորից փոփոխություններ ենք առաջարկում այս պարագայում։ Օրինակ, երեխայի ծնվելուց հետո մայրերին հատկացվում է ամենամյա վճարներ, գիտեք, 18,000 դրամ։ 18,000։ Մենք համարում դա շատ չնչին, բայց մյուս կողմից չենք կարող բնականաբար, քանի որ իրատեսական ենք նայում հարցերին, չենք կարող շատ մեծ գումարներ։ Մեր հաշվարկներով հնարավոր է այս գումարը դարձնել 30,000 դրամ։
30,000 դրամը լրիվ իրատեսական է, որ մենք կարող ենք Այսինքն այսօրվա արդեն պայմաններում Այո։ Եվ մենք առաջարկում ենք նույնիսկ եւս մի քայլ անել։ 2 տարին, որը վճարվում է 18,000-ը, մենք 30,000 դրամ առաջարկում ենք 3 տարի վճարել։ Ընդ որում անկախ նրանից մայրը աշխատում է թե չէ։ Այստեղ չպետք է խնդրականություն ունել, այստեղ երեխայի խնդիր է, չպետք է դնել խնդրականություն, մայրը չի աշխատում, ուրեմն կամ պետք է չստանա կամ պակաս ստանա։ Պետք է ստանան անխտիր բոլորը անկախ նրանից աշխատում են թե չեն աշխատում։ Սա մենք համարում ենք շատ կարևոր խնդիր եւ վստահ ենք, որ սա կաշխատի։ Մենք օդից վերցրած թվեր չենք ասում, հստակ պատկերացնում ենք, սա պոպուլիզմ չի եւ մենք դա վստահ ասում եմ, անելու ենք։ Մանր միջին բիզնեսին եւ առհասարակ բիզնեսին աջակցության ինչ որ ծրագրեր ձեր այս ծրագրում ներառված։ Ես հենց ուզում էի գայի այդ հարցին։ Իհարկե կան։ Գիտեք, մանր եւ միջին բիզնեսը ցանկացած երկրում ինքը հիմնական այն համակարգն է, որով ոչ միայն ինքը ենթադրենք բյուջեում գումարներ է լցնում, ոչ միայն բյուջեին տալիս է օգուտ, այլ ինքը այն համակարգն է, որի շուրջը ապրում են մարդիկ։ Մանր, ասենք, փոքր բիզնեսը ինքը կապիտալ կուտակելու բիզնես չի։ Ինքը մարդու սեփական ընտանիքը պահելու խնդիր է։ Այս պարագայում, եթե դու պետությունը չի կարող ինչ-որ լուրջ նպաստ բերել, գոնե պիտի չխանգարի։ Սա շատ կարևոր կետ է։ Մենք առաջարկում ենք հետևյալ այս ուղղությամբ մենք առաջարկում ենք հետևյալը։ Օրինակ 60 միլիոն դրամաշրջանառություն ունեցող բիզնեսի համար մենք առաջարկում ենք 5 տարով սահմանել հարկային արձակուրդ։ 5 տարի այս բիզնեսը թող աշխատի, իրենց որևէ մեկը չմոտենա 60 միլիոն շրջանառության պարագայում։ Բնականաբար սոցվճարները կվճարեն, բայց ուրիշ հարկեր չպիտի վճարեն։ 5 տարի հետո կքննարկենք ինչ անել, տեսնենք ինչ է ստացվում սա։ Այսինքն որոշակի հեռանկարել եք մարդկանց տալիս։ Մարդկանց ասում ենք ստեղծի եւ աշխատի։ Մենք բացի սրանից մենք ուզում ենք ստեղծել մեխանիզմներ, որպեսզի մարդը կարողանա, ով որ իսկապես կարող ուժ է, ինքը պիտի կարողանա սկսել այդ բիզնեսը, պետք է նպաստել այդ բիզնեսին։ Գիտեք, ամբողջ աշխարհում շատ տարածված է հատուկ հիմնադրամների գաղափարը փոքր բիզնեսին աջակցության համար, երբ ոչ միայն ասենք տալիս են անտոկոս կամ գրեթե անտոկոս ինչ որ գումարներ մարդուն սկսելու այդ բիզնեսը։ Երկրներ կան, որտեղ գրանտներ են տալիս, եթե ինքը սկսում է հատկապես սա մարզային ծրագրերում կամ հեռավոր ոչ կենտրոն երկրի ոչ կենտրոնական վայրերում խոշոր քաղաքներում գտնվողների համար, դա եւս խրախուսման ձև է։ Մենք նաև աստիճանաբար ներդնելու ենք այս ձևը։ Մենք գտնում ենք, որ ով փոքր բիզնես սկսելու ունակ է, ով ներկայացնում է իսկապես իրատեսական ծրագրեր, նա պիտի կարողանա անել դա։ Նրան պետք է օժանդակել։ Հիմնադրամներ կստեղծենք, բյուջեում կնախատեսենք ինչ որ բաներ, փոխառություններ կլինեն, թե ինչ, դա պետք է աշխատի։ Մարդը պետք է կարողանա, որովհետև փոքր բիզնեսը այսօր մենք չունենք խոշոր արդյունաբերություն եւ հիմնականը պետք է փոքր բիզնես, միջին բիզնեսը, որը կերակրի ընտանիքներին։ Խոշոր բիզնեսի հետ կապված ինչ որ առաջարկ ունեք։ Խոշոր բիզնեսի հետ ունենք բնականաբար առաջարկներ, խոշոր բիզնեսը մեր մոտ դա մի քիչ ավելի առանձին ճյուղ է։ Տարիներ շարունակ խոշոր բիզնեսը Հայաստանում հայտարարվել է, չգիտեմ, թշնամի, չգիտեմ, խանգարող, այո, խանաններով։ Մենք կարծում ենք, որ եթե երկրում կա խոշոր կապիտալ, եթե երկրում կա խոշոր բիզնես անող, սա երկրի համար առավելություն է, դու ստեղծի համակարգ նրանց միջև մրցակցության պարագայում, խոշոր բիզնեսի մրցակցության պարագայում, ճիշտ աշխատելու պարագայում, շատ հեշտանում է փոքր բիզնեսին։ Նրանց շուրջ առաջանում են փոքր բիզնեսներ, որտեղ հազար ու մի խնդիրներ կան։ Սա երկրի տնտեսության զարգացման հիմքերից է։ Խոշոր կապիտալի մրցակցությունը բերելու է փոքր եւ միջին կապիտալի զարգացման, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման։ Ոչ թե պետք է մարդուն արտոնություն տալ, որ դու կարող ես, չգիտեմ, չմաքսազերծել, ոչ թե պետք է ասել, որ այս ոլորտը քոնն է, մենաշնորհներ տալ։ Պետք է ստեղծել իրավիճակ, երբ որ մարդը ինքը եւ իր ռիսկը։ Հայաստանում կապիտալ կա չի ներդրվում, հասկանում եք։ Հայաստանում կա մեծ փողեր, որոնք չեն ներդրվում։ Լավագույն դեպքում կամ պահվում են ինչ-որտեղ կամ գնում են, արտահոսում են դուրս, դրսում են արվում ներդրումներ։ Մենք ունենք բազմաթիվ ներդրումների ոլորտներ, որտեղ վստահության պակասի պատճառով չի լինում։ Երբ որ ազատ թողնենք նրանց, երբ որ թողնենք ազատ մրցակցության, այդ ներդրումները կլինեն արդեն մրցակցային ներդրումներ կլինեն։ Այս սա է վերաբերմունքը մեր։
Դուք խոսեցիք, քանի որ հարկայինից խոսեցիք, ես տեսնում եմ, ես ոնց հասկանում դուք նաև հատուկ անդրադարձ ունեք շրջանառության հարկին, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի հետ կապված դուք որոշակի առաջարկներ ունեք, մաքսազերծումների հետ կապված նույնպես։ Ես հիմա կասեմ այդ կետերի մասին եւս կխոսեմ։ Օրինակ, ես ասեմ էլեմենտար մի բան։ Ես սպասում եմ, որ կարող է հարցնեք, թե իսկ ինչ, եթե օրինակ ասենք 60 միլիոն մինչև շրջանառությունից ազատում ենք, նրանք հարկեր են մուծում, նրանք չգիտեմ ինչ որ բաներ են մուծում։ Ես ում հատուկ նշել, որ սա օդից վերցված չի այս 60 միլիոնը, որ ասում ենք, որովհետև այն մարդիկ ովքեր այն ձեռնարկությունները, ովքեր կազատվեն հարկերից, դրանց մուծած հարկը բյուջեում այնքան չնչին թիվ է կազմում։ Մոտավորապես 1 ավելի պակաս քան 1.5%-ը։ Բյուջեի 1.5%-ն է կազմում այն մուտքերը, որոնք մենք առաջարկում ենք չմուծեն այդ հարկերը։ Իսկ որտեղից կոմպենսացնել, թեկուզ եւ չնչին գումարը այնուամենայնիվ անհրաժեշտ։ Գիտեք, ես ասեմ էլեմենտար բան, երբ որ երկրում ինչ որտեղ երևում է, որ կարելի է փող ստանալ, այդ բնակավարը մասնավորեցվում է եւ գնում է մասնավորի գրպանը։ Օրինակ, կարմիր գծերից եւ արագաչափերից ավելի շատ գումար է տարեկան ստացվում մասնավորի գրպան, քան թե այն գումարը, որը չպետք է մտնի եթե մինչեւ 60 միլիոնը չսկսեն շրջանառությունը չվճարել։ Երևանի պետբյուջե։ Հիմա դա Երևանի պետբյուջե չէ, դրա չնչի մասն է գնում Երևանի պետբյուջե։ Դրա չնչի մասը, այդպիսի բան չկա աշխարհում, համակարգ լինի, ենթադրենք չնչի մասը գնա բյուջե, արյուծի բաժինը գնա մասնավորի գրպանը։ Մանավանդ որ, գիտեք, ստեղծում ենք մենք դրանց վերաբերյալ եւս մենք ունենք կետ, որ դա կարմիր գծերը ընդհանրապես անհասկանալի են։ Դե մասին շատ ենք խոսել, տեսախցիկների այս համակարգը, որը որ միայն տուգանքների վրա է աշխատում եւ մարդկանց խեղդում է, միայն այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ մարդը, օրինակ տաքսիստը իր օրեկան աշխատած եկամտից շատ օրեկան տուգանքներ են մուծում այդ արագաչափերի պատճառով, որտեվ իրենք այնքան ամեն ինչն են տուգանում։ Գիտես, իր նպատակը տուգանելն է կարծես։ Իհարկե պետք է իրավիճակ ստեղծել այնպիսի համակարգ ներդնել, որ երթևեկության անվտանգությունը չխաթարվի, որոշակի սահմանափակումներ եւ այլն, բայց չի կարելի օդից փող ստանալու համար անընդհատ տուգանել։ Գիտեք, կարմիր գծերի արածը ո՞րն է։ Ինչու են կարմիր գծեր, ինչ որ մեկը գծում է կարմիր գիծ, ընդ որում այդ ասֆալտի վրա, որի փողը մեր հարկատուներիս գումարից է, հարգերից է գոյացել, եւ մենք իրեն փող ենք վճարում։ Կարմիր գծի վրա կանգնում ես 1 րոպե ուշացնես 100 դրամը վճարել, քեզ դու գանում են 5000 դրամ։ Հասկանում եք, սա աբսուրդ է, սա նոնսենս է։ Դուք նաեւ նախագիծ եք, չէ՞։ Մենք նախագիծ ենք ներկայացել, ցավոք սրտի քարորիա չանցավ։ Մենք ասում ենք գոնե 1000 սարքեք, չի գար։ Նախ ընդհանրապես պետք է վերացնել կարմիր գծերը, եւ մենք դա անելու ենք։ Ձեր առաջարկը Առաջարկը մենք քանի դեռ կա, մենք ասում ենք գոնե եկեք 1000 դրամ սարքեք տուգանքը։ Մարդը 1 րոպե ուշացնում է, անմիջապես տուգանքը ստանում է, հետո մուծում է 1 րոպե հետո, այդ 1 րոպեն ուշացել է, բայց 100 դրամ ինքը մուծում է, եթե 1 րոպե ուշացել է, գումարած 5000 դրամ։ 5000 դրամ չկա 100 դրամի համար տրամաբանություն 5000 դրամ տուգանք մուծելու։ Հասկանում եք, եւ ինչու համար, ինչ ծառայության համար։ Ինչ ծառայություն է ստանում։ Քաղաքում ինչ իրավիճակ էր մինչև կարմիր գծերը, ոնց կանգնում էին։ Որտեղ է բեռնաթափվել։ Որևէ բեռնաթափում տեղի չունեցել, ինչ իրավիճակ է, նույնը մնացել է։ Ես պաշտոնապես ժամանակին հիշում եմ նամակով դիմել եմ, թե ինչ խնդիր եք լուծում քաղաքի համար։ Որն է բեռնաթափման մեխանիզմ այս կարմիր գծերով, ինձ պաշտոնապես պատասխանել են, որտեղ մեքենաները կանգնում էին, մենք այնտեղ կարմիր գիծ ենք գծել։ Որն է սրա բեռնաթափման մեխանիզմը։ Դա պաշտոնական եմ ասում ես։ Խնդիր հիմա անցնենք առաջ շատ այս կարմիր գծերի հետ կապված արագաչափերի համար մենք ասում ենք սա հատուկ կետերի մեջ ես ասում եմ որ դա մեր կետերի մեջ է այս ոլորտը կարգավորելը շատ կարևոր է մենք շատ կարևորում ենք սահմանամերձ գյուղերի խնդիրը այո սահմանամերձ գյուղերի խնդիրը դա առանձնահատուկ է մենք մեխանիզմ ենք մշակել սա դարձնելու համազգային նշանակության հարց մենք պատրաստվում ենք ծրագիր ներկայացնել այդ գյուղերի համար այդ գյուղերի բնակիչները պիտի իմանան ինչ է իրենց սպասում մոտակա տարիներին ինչ է փոխվելու իրենց մոտ ուր է գնում դեպի իրենց բնակավայրը եւ որ իր համար դառնա հասկանալի ինչու է ինքը ապրում ընդհանրապես Հայաստանում գիտեք տարածքների զարգացման ծրագիր մենք չունենք ցավոք սրտի
Եվ ոչ միայն տեղական ինքնակառավարման համակարգը այսպես բավականին անհասկանալի վիճակում է, սա բավականին երկար խոսելու թեմա է։ Մենք պատրաստվում ենք ներկայացնել մեխանիզմ, որը էապես բարձրացնելու է տեղական իշխանությունների իրավունքները եւ նաեւ պարտավորությունները բնականաբար։ Մարդուն պետք է տաս իրավունք իր հարցերը լուծելու եւ պարտավորեցնես, որ ինքը լուծի այդ հարցերը։ Եվ ինքը պիտի ունենա այդ խնդիրները լուծելու հնարավորությունները ֆինանսական, որտեղ նրանց բյուջեի գոյացման խնդիրներից սկսած հարց է, սրանք բոլորը փոփոխության ենթակա են եւ առաջիկայում մենք վստահաբար անցնելու ենք այնպիսի համակարգի, որը ոչ միայն տալու է նրան այդ ինքնուրույնությունը եւ այդ իրավունքները, այլ նաեւ ծրագրերը լինելու ամեն մի տարածաշրջանի համար, իսկ սահմանամերձ գյուղերի համար ըստ բնակավայրերի ինչ է լինելու, որտեղ գոնե մի տարբերակ ասեմ, մենք կարծում ենք, որ հարկային հստակ քաղաքականության, դիֆերենցացված քաղաքականության պարագայում մենք պետք է մարդկանց առաջարկենք, որպեսզի մարզերում, որպեսզի այլ համայնքներում աշխատատեղեր ստեղծեն։ Աշխատատեղերի ստեղծումը, եթե մարդու, ընդ որում դա պետք է լինի ոչ թե անվանական այսինչ կազմակերպությանը տալ այսինչ լիազորությունները, պետք է ասել, ով օրինակի համար Տավուշի մարզում ուղղությունը նշելով այս ուղղությամբ աշխատատեղեր է ստեղծում, որտեղ ամեն մի մարզ ունի իր սպეციფիկան եւ իմաստ ունի այդ ուղղությամբ զարգացնել այդ մարզը։ Եւ այդ ուղղությամբ եթե որևէ մեկ աշխատատեղ է ստեղծում, ինքը ազատվում է որոշակի հարգերից։ Շահութ հարգի գծով կլինի դա, այլ հարգերի գծով կլինի, արտոնություններ է ստեղծում։ Մարդուն տալիս է արտոնություն, որ գնա եւ զարգացնի, ստեղծի աշխատատեղ, զարգացնի այդ մարզը, այդ բնակավայրը զարգացնի։ Մենք սա անելու ենք հստակ, որտեղ սա հստակ տեսանելի է ինչ ուղղությամբ աշխատանքներ մենք ունենք անելու։ Այդ իմաստով շատ կարևոր է, որ օրինակ հարկային նոր օրենսգրքի մենք կռիվ ենք տվել ճիշտ ասած ազգային ժողովում։ Օրինակ համախմբում կուսակցության падգամավորները, այո, ընդունվեց, մենք համարում ենք դա շատ վատ է։ Հիշում եք 2014 թվականին ոչ իշխանական ուժերը հասան այն բանին, որ օրինակ շրջանառության հարկը 58-ից դարձվեց 115-ի կարգի։ Բայց հետո շատ արագ, երբ որ Քարյակը, հետո Եռյակը ազգային ժողովում դադարեց լինել այնքան ուժեղ, որքան էր, շատ արագ փոխվեց եւ նոր օրենսգրքով այս հարկային դա իջավ նորից 40 միլիոնի սահմանները։ Մենք կարծում ենք, որ մինչեւ 60 միլիոնը պետք է նորից պահպանվի, ինչպես ես ասեցի, եւ մինչեւ 115 միլիոնը պիտի աշխատեն շրջանառու հարկատեսակով, ինչը որ այն ժամանակ նախատեսված էր։ Սա ճիշտ է, որպեսզի մարդը կարողանա գոյատևել, որպեսզի մարդը կարողանա զարգացնել, հասկանում եք։ Մենք շատ արագ այս օրենսգրքում մենք փոփոխություններ կանենք, շատ արագ, եւ ինքը կսկսի աշխատել այն տրամաբանությամբ, ինչը որ ունի հիմքում փոքր միջին բիզնեսի զարգացման տրամաբանությունը, փոքր միջին բիզնեսի զարգացումը մենք համարում ենք տնտեսության հիմքը, որը պետք է զարգանա։ Մենք շատ կարևորում ենք նաեւ օրինակ անընդհատ ասում ենք կոռուպցիոն համակարգերի դեմ պայքար։ Մենք օրինակ շատ կարևորում ենք մաքսակետերում խնդիրը օրինակ այսպես կոչված հսկիչ կետերից ազատ, հսկիչ թվերից գներից ազատել։ Հսկիչ թիվը ո՞րն է։ Հիմա օրինակ ինչ որ եթե շատ մեծ ցանկություն ունես, ես մի դեպք գիտեմ, օրինակ ով գնաց է 2 օր կռիվ տալուց հետո կարողացել էր իր բերած հսկիչ գինը անցկացնել։ Ես գիտեմ միակ դեպքը։ Գուցե կան ավելին, բայց դա համակարգ չի, հասկանում եք, դա համակարգ չի, որտեվ ասում է բերում են տեղեր, եթե վստահելի երկրից է կարելի է քննարկել, եթե վստահելի չի, ուրեմն միանշանակ հսկիչ գին։ Ես չգիտեմ։ Իմ համար դա այդ սահմանումն էլ անհասկանալի։ Վստահելի չի, դու համարում ես, որ ընդհանրենք մարդը բերել է ինչ-որ մի բան եւ ցածր գին է դրել։ Դու ունես մաքսայինից բացի ունես հարկային մարմիններ, վաղը ինքը իրացնելու է այդ ապրանքը, իրեն շահութը հարկով գնա բռնի դա։ Բնականաբար ինքը իրացնելու է, եթե քո հարկային համակարգը չի աշխատում եւ չի կարողանում հսկել թե ինչ գնով ներմուծված է, ինչ գնով է իրացվում, օտարվում, դա ուրիշ հարց է, ուրեմն խնդիրը հարկային համակարգի մեջ է։ Դու հարկային համակարգով արա, մենք վերացնելու ենք դա ընդհանրապես։ Մարդ եկել է ինվոյս է բերել, նա պետք է գնա, այնտեղ չպետք է նստի, սահմանենք, հաշվենք, հսկիչ գին չէ։ Պետք է լինի մարդ նստած, ով որ ձևակերպում անում է։ Մաքսային ոլորտի հստակ ամբողջ աշխարհում ընդունված կանոններով, ամբողջ աշխարհում ընդունված կանոններով։ Մենք շատ կարևորում ենք նաև շատ կարևոր կետ հետևյալը։ Դա
գիտեք, բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանի Հանրապետությունում խնդիրներ ունեն բանկային համակարգի հետ կապված, այսպես կոչված ասում են, չէ, մեկը տոկոսի տակ է, բանկերում խնդիր ունի։ Ես բազմաթիվ անգամ տեսել եմ մարդը մի վարկ վերցրել է մյուսը փակելու համար, որպեսզի դուրս-դուգանքներ չկան։ Հսկայական ձևով դուրս-դուգանքներ են կուտակված։ Այս համակարգը, գիտեք, երբ որ մենք երկիրը Հայաստանը սոցիալիստական համակարգից անցավ կապիտալիստական, այդ կապիտալիստական համակարգը լիբերալի անվանդակ վայրի կապիտալիզմի դրսևորումներ ունեցավ, որտեղ հետևյալն է, եթե բանկային համակարգը կայունանում է, քեզ կարողանում է ինչ-որ ձևով օժանդակել, քեզ գումար է պետք, ինքը վերցնում է ամենաերաշխավորված ձևով է քեզ տալիս բան, մարդու տունն են վերցնում գրավ, ինչ-որ անշարժ գույք են վերցնում գրավ, եւ եթե չես անում տուժ-դուգանքներ են գալիս, եթե չես վճարում դրանց վրա է ավելանում, եւ արդյունքում աստղաբաշխական թվերի են հասնում այն տուժ-դուգանքները, որ մարդը ինչ-որ մի գումար է վերցրել եւ չի կարողացել։ Ես ուզում եմ այս հետևյալ բանն ասեմ, որ շատ անգամ մարդը որ չի կարողանում, հատկապես փոքր բիզնեսի ներկայացուցիչներին են, մարդը վերցրել է գումար, փորձել է կայացնել ինչ-որ մի գումար, մի ձեռնարկություն է ստեղծել, օրինակ մի խանութ է դրել փոքրիկ, հետո պետության անսկզբունքային իշխանությունների անսկզբունքային քաղաքականության պատճառով օրինակ ենթադրենք միտեղ այդ դրա մոտիկ միտեղ հսկայական սուպերմարկետ կամ հիպերմարկետ է կառուցվել։ Գիտեք չէ, երբ որ Երևանում օրինակ սուպերմարկետ է կառուցվում, ինքը մի քանի կիլոմետր շարավեղով չորացնում է մնացած առևտրի օբյեկտներին, բարի բուն իմաստով չորացնում է, բայց նրանք բոլորը մեծ մասը վերցրել էին որոշակի գումարներ եւ այդ գումարներով էին փորձում ստեղծել։ Հիմա այդ մարդը չի կարողանում փակել։ Եվ արդեն վերադառնալով ձեր առաջին այդ կետին, մարդը փաստորեն իր ընտանիքն էր պահում։ Ընտանիքն էր պահում դրանով, շահույթ չէր, իր ապրելու խնդիր էր։ Ինքը, գիտեք, փոքր առևտրի օբյեկտը կամ փոքր ձեռնարկությունը շատ դժվար է կայանում։ Մեծ գումարներ չունի մարդը վարկով է անում։ Հիմա իրան չորացրին։ Ինքը փակվեց, այդ վարկը փակում է, չի կարողանում իր վրա տուգանքն են դնում, տուգանքը մեծանում է, ավելի տուգանք է լինում, հետո սկսում են տունը ձեռքից առնել, հետո սկսում են, գիտեք, սա իսկապես վայրի կապիտալիզմի դրսևորումներ են սրանք։ Ինքը բանկային համակարգը ինքը նուրբ, բնականաբար նուրբ տեղ է, իրեն չի կարելի կացնային քաղաքականությամբ ասել, գիտեք, սա կտրելու ենք, սա վերացնելու ենք, բայց մյուս կողմից չի կարելի թույլ տալ, որ մարդը չորացնի կամ մարդուն տունը ձեռքից առնեն, հասկանում եք, չի կարելի սա թույլ տալ, չի կարելի թույլ տալ, որ միակ մեխանիզմը իրա լինի, չես տալիս վեր այդ տոկոս կբարձանա, այդ տոկոսը դուրս կդառնա, ինչ պիտի անի այդ մարդը։ Ես կարծում եմ, որ այս համակարգում առաջի քայլը որ պետք է անել, այդ տուժ տուգանքների հարցը ինչ որ ձևով պետք է վերացնել նախ։ Պետք է պետությունը խառնվի, պետությունը պետք է բանկային համակարգի հետ բանակցի, տուժ-դուգանքների հարցը մարդկանց պետք է ազատել այդ տուժ-դուգանքներից։ Բայց սա չի ոչնչացնի բանկային համակարգը, որտեղ նաև դրա վրա է, չէ՞, խարսխված այսօրվա հայկական անշուշտ պետք է այստեղ շատ զգուշ լինել, բայց բանկային համակարգը եթե խարսխված է այն բանի վրա, որ պետք է քեզ տուժ-դուգանք դնի եւ դրանից փող ստանա, ուրեմն դա ինքը ոչ թե բանկային համակարգ է, ինքը լոմբարդային է դառնում։ Մեր բանկային համակարգը, որ չասեմ նույնիսկ վիրավորական էլ չասեմ, ինքը իսկապես լոմբարդային կամ վաշխառուական համակարգ է։ Վաշխառուական համակարգը դեռևս որևէ երկրում տնտեսություն չի զարգացրել։ Բանկային համակարգը ինքը պետք է կարողանա նպաստել տնտեսության զարգացմանը։ Մեր մոտ ասում ենք անդադ բանկերը կայացած են, բայց կայացած են ինչ իմաստով։ Ինքը կատարում է փոքր ծառայություններ, ինքը խոշոր ներդրումներ չի կարողանում, երկարատև ներդրումներով չի կարողանում մտնել տնտեսության մեջ, այդ դեպքում կայացածությունը գուցեև կայացած է։ Օգուտը որն է Հայաստանի Հանրապետության քաղաքացու դրանից։ Կամ բազմաթիվ բանկեր կայուն են, չեն քանդվում, անշուշտ պետք է ամեն ինչ անել, որ հանկարծ չքանդվեն։ Սա կցնցի ֆինանսական բանը։ Եվ այս համակարգը, որ մենք առաջարկում ենք, ես գիտեմ, որ ինքը շատ զգուշ պետք է անել, բայց որ պետությունը պիտի կարողանա ձև գտնի մարդկանց այդ տուժ-դուգանքներից ազատել, իսկ այդ ձևը հստակ է։ Սա մեր համար միանշանակ է։ Մենք պետք է կարողանանք մարդուն ազատել տուժ-դուգանքներից, ինչ որ ձևով նաև ժամանակահատված սահմանել վերցրած գումարների վերադարձման։ Բայց մյուս կողմից, եթե պետությունը չի նպաստում, որպեսզի այդ փոքր միջին բիզնեսը կայանա եւ չքանդվի, օրինակ, տեսեք, սուպերմարկետների համար ասեցի, չէ, ստեղծում է եւ չորացնում են դրանց։ Մենք մի տարբերակ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք, որ օրինակ սուպերմարկետները նախ արգելել, սրանից հետո որևէ մի նոր սուպերմարկետի առաջացում։ Սուպերմարկետները քաղաքից դուրս են կառուցվում։ Հիպերմարկետները ամբողջ աշխարհում քաղաքից դուրս են կառուցվում։ Մեր մոտ քաղաքի տարբեր թաղամասերում մնում են ընդհանրապես միայն իրենք են աշխատում։ Մենք առաջարկում ենք, որ օրինակ ենթադրենք երեկոյան ժամը 9-ից հետո իրենք փակվեն։
որպեսզի փոքր խանութներ այդ թաղամասերում աշխատեն։ Գոնե կարողանան մի քանի ժամ առևտուր անեն, կարող է մեկը գիշերը խոշոր բիզնեսմենների շրջանում այս կետը կարող է հակազդեցություն առաջացնել, որովհետև սա նաև իրենց շահերին է։ Մենք չենք գնում ազդեցություն հակազդեցություն, մենք գնում ենք արդարության ճանապարհով։ Կառուցվել է սուպերմարկետը, չորացնում է իր շրջապատը մնացած փոքր խանութներին։ Մենք ուզում ենք այդ խանութները աշխատեն, այդ մարդիկ ինչով պիտի ապրեն։ Մենք ուզում ենք պաշտպանել այդ մարդկանց շահերը։ Սուպերմարկետը միևնույն է ինքը հսկայական շահույթ ունի ամբողջ օրվա ընթացքում։ Ժամի 9-ից հետո թող աշխատի փոքր խանութը։ Թող աշխատի փոքր խանութը, գոնե կարողանա մի ընտանիք, մի կրպակի շուրջ, մի քանի խանութի շուրջ կարողանա ապրել։ Սա շատ կարևոր կետ է։ Հետևաբար մեր առաջարկած կետերը իրենց մեջ ըստ էության ունեն ներքին տրամաբանական կապվածություն։ Ամեն մի կետից բխում է մյուսի հետ կապված ինչ-որ բան։ Եվ ասեմ հետևյալը, մենք կարող ենք ասել հայտարարել թվեր, ոչ թե պետք է բարձրացնել աշխատավարձը, ենթադրենք այս կան, այլ 10 անգամ ավելի շատ։ Մենք կարող էինք ասել, որ չգիտեմ, պետք է գումարներ տանք, որ մարդիկ բիզնես անեն։ Մենք կարող էինք ասել, որ գիտեք ինչ շատ երկար ենք ազատելու։ Մենք զերծ ենք մնում որևէ պոպուլիստական հարցի լուծումից։ Այն, ինչ մենք ասում ենք, հստակ հաշվարկված է։ Այն, ինչ ասում ենք, իրատեսական է, մասնագիտական լուրջ քննություն անցած է, եւ մենք վստահաբար ասում եմ, դա անելու ենք։ Պարոն Մարկյան, իսկ այս կետերը ամբողջական տեսքով երբ են հրապարակվելու, որտեղ։ Ըստ էության հիմնական հարցերի մասին այն կետերը, որ մենք առանձնացրել ենք, ես խոսեցի։ Մենք ամսի 5-ին քարոզարշավի ստեղծման առաջին օրը կհրապարակենք, անում ենք քարոզարշավի սկիզբը կինո Մոսկվայում ժամը 3-ին, այնտեղ կլինեն ելույթներ, այս կետերը եւս կհրապարակենք այդ ելույթների ժամանակ եւ կհրապարակենք մեր քարոզարշավի գրաֆիկը, տրամաբանությունը, ինչ ենք անելու եւ բնականաբար կլինի մամուլում։ Եվ վերջին հարցը մարզային հայցություններ անպայման լինելու են, որ մարզից եք սկսելու։ Մենք ամսի 6-ին այցելում ենք Տավուշի մարզ, սկսում ենք մեր առաջի հանդիպումը Չինարի գյուղից։ Այսինքն սահմանամերձ գոտիից։ Այո, մենք կարևորում ենք դա եւ դա ոչ միայն հարգանքի տուրք է, ոչ միայն կարևորություն է, գտնում ենք դա ճիշտ, սկսել այնտեղ մարդկանց ասել ինչ ենք ուզում մենք եւ ինչ ենք պատրաստվում իրենց առաջարկել եւ աստիճանաբար անցնել այլ մարզեր։ Եղավ, շնորհակալություն ձեզ պարոն Մարկարյան, ձեզ նույնպես շնորհակալություն հարգելի դիտողներ մեզ հետևելու համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն համախմբում կուսակցության փոխնախագահ Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի ներկայացուցիչ ազգային ժողովի падգամավոր Ստեփան Մարկարյանը։ Հարգելի դիտողներ, ազգային ժողովի ընտրություններին 1 ամսից մի փոքր ժամանակ է մնացել, սակայն ցավոք սրտի միջ այս պահը շատերը չեն էլ գիտակցում այդ ընտրությունների կարևորությունը։ Տեսեք, 2015 թվականի դեկտեմբերի 6-ից հետո Հայաստանի Հանրապետությունը այլևս խորհրդարանական կառավարում ունեցող պետություն է։ Սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանում մնացել է ընդամենը 1 համապետական ընտրություն, այն է ազգային ժողովի ընտրությունը, եւ այս ընտրության կարևորությունը անգամ ավելի մեծ է, քան նախագահական ընտրությունների կարևորությունը մինչև 2013 թվականը։ Բոլորը պետք է գիտակցեն, որ ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ձևավորվել է ոչ միայն օրենսդիր մարմինը, այլ նաեւ այդ օրենսդիր մարմինը իր հերթին ձևավորելու է կառավարությունը, այսինքն գործադիր մարմինը, նաեւ ընտրելու է նորընտիր նախագահ։ Սակայն ինչպես ես ասացի, շատերը միջ այս պահը չեն էլ գիտակցել ազգային ժողովի ընտրությունների կարևորությունը։ Շատերը հումորով, հեգնանքով, սարկազմով, չգիտեմ, անգամ ձեռ են առնում թե այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցում են ազգային ժողովի ընտրություններին, թե առանձին քաղաքական գործիչներին։ Շատերը կարծում են, որ իրենք շատ լուրջ հումորի զգացում ունեն, դրա համար իրենք պատրաստում են գնալ օրինակ քվեարկել Չակ Նորիսի օգտին։ Говоришь, ты крутой, да? По-твоему, это удар? Вот это удар. Իրականությունը կայանում է նրանում, որ եթե դուք չեք գնում ընտրություններին, կամ եթե դուք գնում եք ընտրությունները եւ փչացնում եք ձեր քվեաթերթիկը, քվեարկում եք ինչ-որ գոյություն չունեցող տեխնոլոգիայի համար, դուք ձեր այս քայլով նպաստում եք ընդամենը մեկ բանի, նրան, որ գործող համակարգը, գործող իշխանությունը վերարտադրվի։ Դուք եթե լուրջ չեք վերաբերվում ձեր քվեին, ձեր ձայնին, ապա դուք ձեր այս վերաբերմունքով հետաձգում եք Հայաստանում փոփոխությունների իրականացումը եւս մի քանի տարով։
Միայն սա է իրականում տեղի ունենալու, ուրիշ ոչինչ։ Բացի դրանից, բոլորը պետք է մեկընդմիշտ հասկանան հետևյալը, քանի որ մենք այժմ խորհրդարանական կառավարում ունեցող պետություն ենք, կախված դրանից, թե ազգային ժողովում ինչ ուժեր են ներկայացված լինելու, այդ ուժերը ինչ համամասնությամբ են ներկայացված լինելու, մենք կարող ենք շատ տարբեր զարգացումների ականատես լինենք։ Հայաստանի Հանրապետության նորանկախ Հայաստանի պատմությունը ունի արդեն մեկ միջադեպ, երբ մեկ գիշերվա ընթացքում մի ամբողջ խմբակցություն է փլուզվել եւ ձևավորվել է նոր խմբակցություն։ Այսինքն, եթե ոմանց թվում է, թե ապրիլյան ընտրություններով ավարտվելու է ընտրական գործընթացը կամ նոր իշխանության ձևավորումը, իրենք սխալվում են։ Ոչ, այդ գործընթացը դեռ շարունակվելու է առնվազն մինչև 2018 թվականի ապրիլը։ Սակայն, եթե այսօր դուք լուրջ չվերաբերվեք ձեր քվեին, ձեր ձայնին եւ այս իշխանությունը Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության գլխավորությամբ կարողանան շարունակել պահպանել իրենց դիրքերը, դուք հետագայում, եթե ինչ-որ բանից բողոք եք, չգիտեմ, լինի դա ստատուսների տեսքով կամ միտինգների մասնակցելու տեսքով, այդ բողոքը իմաստ չի ունենալու, քանի որ այն կարևոր պահին, որ դուք պետք է լուրջ քայլ կատարեիք ի նպաստ ձեր պետության, դուք պարզապես անլուրջ վերաբերվեցիք ձեր քվեին, ձեր ձայնի իրավունքին։ Տեսեք, Սերժ Սարգսյանը չի կառուցել նոր ատոմակայանը, ինչի մասին նա խոսում էր 2008 թվականին։ Հայաստան-Իրան երկաթգիծը չի կառուցվել։ 2008 թվականին Սերժ Սարգսյանը խոսք էր տալիս, որ Գյումրիում մենք այլևս չենք ունենալու աղետի գոտի, չենք ունենալու անօթևան ընտանիքներ, սակայն բոլորդ էլ այսօր կարող եք գնալ Գյումրի եւ տեսնեք ինչ է կատարվում այն քաղաքում, մինչեւ հիմա այն աղետի գոտ է, մինչեւ հիմա 1000-ից ավելի ընտանիքներ անօթևան են։ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Հայաստանից մենք պաշտոնական տվյալներով 300,000-ից ավելի մարդ արտագաղթել։ Չի կրճատվել, այլ հակառակ ավելացել է աղքատությունը, գործազրկությունը, երկրի արտաքին պարտքը մի քանի անգամ աճել է, հատելով 6 միլիարդ, շուտով կհատի 6 միլիարդ դոլարի սահմանը եւ արդեն հատել է հնայի 50%-ի սահմանը։ Եթե դուք ուզում եք ապրել մի երկրում, որտեղ պաշտոնյա ունենում է օֆշոր եւ փոխանակ դրանից հետո նրան դատեն, նա պաշտոնի բարձրացում է ստանում, կամ էլ հավակնում է դառնել պատգամավոր։ Меня застукали. Я погиб, ко мне приходил следователь. Тебя посадят, а ты не воруй. Եթե դուք հավատում եք, որ երկրում ոչ մի բան չի փոխվի, ապա խնդիր չկա, կարող եք գնալ ընտրություններին քվեարկել կամ Չակ Նորիսի, կամ Եվգենի Պետրոսյանի, կամ էլ Սիլվեստր Ստալոնեի օգտին։ Չու միայն Չակ Նորիսը պետք է քվեներ ստանա ձեզանից։ Բայց եթե դուք ունեք քաղաքացիական եւ քաղաքական գիտակցություն, դուք անպայմանորեն մասնակցելու եք ազգային ժողովի ընտրություններին, դուք նաև հետևողական եք լինել եւ պայքարելու եք նրա համար, որ ձեր ձայնը հետագայում ազդի այն կառուցվածքի վրա, որը լինելու է ազգային ժողովում։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։